Անցնենք գծերի մյուս տեսակներին, երկու կետով գիծ, 1, 2, սխմում ենք ոչ թե բաց ենք թողում, այս անգամ բաց չենք թողում, սխմած պահում ենք, տանում ենք և հետո նոր բաց թողում, էլի ուղիղ գիծ ստանալու համար պետք է սեղմել կոնտրոլը, մյուսը, կրիվայա բեզիա, ստեղ մի քիչ ավելի կոր գծեր ստանալու համար է, ավելի շատ կորությունը մի քիչ լավ ստանալու համար է, կոր գծերը ավելի ճիշտ կստացվի, ու որտեղ որ վերջացնեք, ընդեղ էլ ինքը կվերջանա։ Պերո մի ժամանակ մի հատ գործիք կար գծագիր անելու համար կամ դրելու համար ժամանակ այդպես գործիք կար, ես էլ այս կարգի էլի կորերով աշխատում է, դուրս գալու համար էլի դաբլ կլիկ, The Spline Այս մեկը ավելի շատ կոր գծեր է տանում, քան մնացածը, ու ավելի փափուկ կոր գծեր է տանում, եթե ուզում ենք միացնել գիծը դառնա օբյեկտ, մենք պետք է բերենք այս գիծը միացնենք առաջի վերջի կետը առաջի կետի հետ, ինքը կդառնա օբյեկտ, և այս օբյեկտը կարանք արդեն ներկենք, ուշադրություն դարձրեք, որ գիծը, որ ասել էի աջ կլիկով է, ձախ կլիկով ինքը չի կարա ներկվի, քանի որ ձախ կլիկով ներսն է ներկվում, ներսի մասն է ներկվում, այսինքն այս գիծը դեռ օբյեկտ չի, ինքը ընդամենը գիծ է, ջարդված գիծ, էլի ազատ ոնց որ նկարում եք, կարելի է միգուցե ինչ-որ ստորագրության բան անել, ենթադրենք, այս գծով, դուրս գալու համար դաբլ կլիկ, կամ escape, դաբլ կլիկով դուրս եք գալի, երեք կետով, 1, 2 ու 3, 1, 2, 3, 1, չենք բաց թողում, 2, բաց թողեցինք, 3, կլիկ, առաջարկում եմ այսքանը ամրապնդել, մի քիչ զբաղվել, եթե հարցեր կառաջանան, կարաք դիմեք, այսքանը առայժմ։